Մարիա հեռուստասերիալում Մարիան ու Դավիթը վերջապես սկսում են մտածել իրենց կյանքի ամենակարևոր օրերից մեկի՝ հարսանիքի մասին։ Չնայած դատավարությունը մոտ է ու մշուշով լի, Մարիան վստահ է Դավիթի անմեղության մեջ, մինչդեռ Դավիթը զգուշացնում է նրան, որ հնարավոր է դատից հետո ինքը ստիպված լինի երկար ժամանակով բացակայել նրա կյանքից, բայց Մարիան նրան հավատ է ներշնչում, ասելով, որ արդարությունը անպայման կհաղթի։ Եվ ահա երեկոյան, ինչպես պայմանավորվել էին, Դավիթը գնում է Ռուբենի տուն, Մարիայի ընտանիքի հետ խոսելու, հարսանիքի օրը որոշելու նպատակով։ Տանը ամեն ինչ խաղաղ է թվում, բայց բակում Ռուբենը Դավիթին մի կողմ է տանում լուրջ զրույցի։ Նա ասում է, որ իրենք պետք է ամեն սցենարի պատրաստ լինեն։ Դավիթը պատասխանում է, որ ինքը պատրաստ է ցանկացած վերջաբանի եւ գիտի, որ շատ հնարավոր է իրեն ճանաչեն մեղավոր։ Ռուբենը այս ամենը ասում է, քանի որ բավական կարևոր դետալներ է պարզել։ Արտակի հեռախոսազանգերը ստուգելուց հետո նա նկատել է, որ վերջին զանգերից մեկը եղել է հենց Ռաֆինը։ Ռուբենը Ռաֆին ուղիղ հարց էր տվել, թե ինչ կապ ուներ նա Արտակի հետ։ Ռաֆն էլ ինչպես միշտ սկսել էր ստեր հյուսել։ Եվ երբ Ռուբենը, Ռաֆն ու Սոֆյան հանդիպեցին, Սոֆյան հաստատեց, որ Ռաֆը հոգ է տանում իրենց մասին։ Ռուբենը այդ պահից դարձավ անզոր, առանց կոնկրետ ապացույցների։ Հենց այդ պահին էլ նա հասկացել էր, որ Դավիթի դատավարությունը մեծ վտանգի տակ է։ Չկա որևէ փաստ, որը կպաշտպանի նրան դատարանում, բայց ամենաանսպասելին դեռ առջևում էր։ Հանդիպումից հետո Սոֆյան սկսում է մտածել։ Նրան հանգիստ չի տալիս Ռաֆի ոգևորված օգնությունը։ Նա զանգում է Ռաֆին ու հարցնում, ինչու է նա այդքան պատրաստական աջակցում։ Ռաֆը պատասխանում է հին նոտայով։ Դավիթը նաև իմ թշնամին է։ Բայց Սոֆյան հասկանում է, որ այս ամենը միայն Դավիթի հետ կապված չէ։ Նա ասում է, որ դու ինձ չես օգնում, Ռաֆ, այլ ես եմ քեզ օգնում։ Ու դու ինձ օգտագործում ես ակնհայտորեն ինչ-որ բան թաքցնելու համար։ Այս խոսակցությունը կարող է փոխել խաղի բոլոր կանոնները։ Ի դեպ հիշեցնենք, որ ժամանակին, երբ Արտակը հասկացավ, որ Ռաֆը իրեն էլ է օգտագործում, պարզապես ընկավ ու մահացավ։ Շատ հնարավոր է, որ նույնը սպասվում է նաև Սոֆյային, քանի որ Ռաֆը դրան հաստատ ընդունակ է։ Իսկ եթե Սոֆյան վերջապես հասկանա, որ Ռաֆը փորձում է մանիպուլացնել իրեն, նա կարող է հետ կանգնել իր նախորդ ցուցմունքից, որ տվել էր քննչական բաժնում։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Սոֆյան, արդյոք կփոխի իր ցուցմունքը, կամ միգուցե կհանդիպի Մարիային եւ կխոսի նրա հետ։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Մեկ ունեն ասելի հո անտես չես։ Երկու ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ինք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքը։ Ռեյսեր։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազդեմ ալ։ Չես ուր։ Նեժնին նստես սպասում եմ, դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Գրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։
Սուրենը կրիվանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10-ա, ես դեռ ուրան TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է ասցեմ, նոր կրկն եմ առավոտի 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերայի։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ին, ցերեկը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, հա, 3 ժամը համար։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking։ Շատ։ Չէ, այո։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինքը շատ լավ բաբա է։ Են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման